Մարդը, որ կանգնած եկեղեցում ուղղակի աղոթք էր անում, եկաք սադրեցիք, բրթեցիք, գցեցիք գլխուղեղից ցնցում, հարված, այդ երեխուն հոգեբանորեն ֆիզիկական եւ ինչ հնարավոր ճնշում ասես գործածեցիք, եւ հասկանում եք, չգիտեմ, իրանք հասկանում են իրապես, որ դա իրանց մեղքի մեծ բաժինն է ու ինձ երբեմն ասում են դե գիտես Աստված չանի այդ երեխու հետ մի բան էլի կմնա իրանց հոզով դե այսինքն նստենք սպասենք որ եթե Աստված չանի այդ երեխու հետ մի բան լինի ոչ Սոնա մնացականյան եղավ պատասխան տվեց այսօր ավտոբուսը խփեց զոհ ունեցան վիրավորներ ունեն ով է պատասխան տալի նման բաների համար իրանք իրան ձեռքերը լվանում են ասում են մենք կապ չունենք գնում ենք բայց ես ուզում եմ գիտեք ուզում եմ որ ժողովուրդը իմանա որ Դավիթները դա մեր բոլորի տան երեխեքն են Դավիթը ես օրինակ որ գնացել եմ Դավիթի համար ակցիա եմ արել կանգնել եմ դատախազության բակում մարդիկ են հավաքել գնացել նրա համար պահանջել դա նրա համար չի որ ես ճանաչում եմ այդ ընտանիքին ոչ մեկին չեմ ճանաչում նույնիսկ եւ առաջին անգամ է դա տեսնում իր մայրիկին բայց Դավիթը իմ երեխան էլ է որովհետեւ Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է որը հենց հիմա պիտի լիներ դպրոցում